Դեկտեմբերի 1-ին, 2-ին եւ 3-ին Իդեան համակարգը եւս մեկ հնարավորություն են ձեռում կատարել գերշահավետ գնումներ լավագույն պայմաններով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Բրյուսելում Հայաստան Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ու Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը համագործակցության նոր Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ ստորագրեցին։ Ինչ է այն նախատեսում։ Ավելի քան 70 էջանոց փաստաթղթի հիմնական բաղադրիչներից մեկը Հայաստան-Եվրամիություն անվտանգային ու պաշտպանական գործակցությունն է։ Բրյուսելը պատրաստվում է աջակցություն տրամադրել Երևանին դիմակայունության բարձրացման համար։ Արտգործնախարար Միրզոյանը համատեղ ասուլիսում նշել է. Ուզում եմ մի քանի ասպեկտների մասին խոսել մեր հիմնական արդյունքների վերաբերյալ։ Առաջինը մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ստանալու համար մենք սկսել ենք վիզայի ազատականացման գործընթացը եւ տեսնում ենք դրա առաջընթացը գործողությունների ծրագրի միջոցով, որի իրականացման արդյունքում կունենանք ավելի մեծ շարժունակության եւ կհասնենք ի վերջո առանց վիզայի ճամփորդության։ Երկրորդը անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ընդլայնված համագործակցություն։ Առաջին մասը օգնության Հայաստանը ստացավ խաղաղության գործիքի շրջանակներում, դա նոր հորիզոններ է բացում համագործակցության համար եւ հանձնակատար Կալասի կամ բարձրներկայացուցիչ Կալասի այցի ժամանակ մենք ստորագրեցինք համաձայնություններ եւ խոսեցինք նաեւ Հայաստանի ընդհանուր Եվրամիության ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության միանալու մասին անվտանգությունը կամ պաշտպանությունը կարևոր ուղղություն է մեր համագործակցության համար տնտեսությունը եւ բարեփոխումները Դիմակայունության եւ աճի ծրագիրը չափազանց կարեւոր է բարեփոխումների համար, տարբեր ոլորտներում համագործակցության համար եւ ռազմավարական ոլորտներում ներդրումներն ավելացնելու համար։ Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը ել ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայությունը, այդ թվում նաեւ նոր հիբրիդային սպառնալիքների լույս ներքո։ Չորրորդը կապակցությունը ավելի հզոր կոլեկտիվության կապակցվածության Հայաստանի տեսլականը ոչ միայն համապատասխանում է Եվրամիության գլոբալ դարպասի եւ Սևծովյան ռազմավարությանը, մենք այսօր խոսենք տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ավելի մեծ հնարավորությունների մասին մենք նաև քննարկել ենք ակտիվ աշխատանքը TRIP ծրագրի իրականացման ուղղությամբ եւ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնությունները աննախադեպ հնարավորություններ են ստեղծել սրա համար Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց 15 միլիոն եվրոյի աջակցության մասին, որն ուղղվելու է խաղաղությանը եւ ավելի դիմակայուն Հայաստանին։ Մենք քննարկել ենք սահմանային կառավարման հարցում օգնություն տրամադրելը, նաեւ նախկին հակամարտությունների եւ անվտանգության հետ կապված ականազերծման գործողությունների, ականազերծման հետ կապված վարժանքների, նաեւ ականազերծման հետ կապված սարքավորումների տրամադրման հարցերն ու մենք քննարկել ենք նաեւ գործիքներ, որոնք վերաբերում են ընթացիկ եւ ինտենսիվացող ապատեղեկատվական արշավներին հակազդելուն։ Սա նաև այն գործիքակազմն է, որ մենք ունեցել ենք Մոլդովայում եւ որով Հայաստանը եւս հետաքրքրված է, ասել է նա։ Նա նաև նշել է, որ դեկտեմբերի 27-ին արտգործնախարարների հետ հանդիպում է նախատեսված, որին նաև Միրզոյանն է հրավիրված։ Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Մարթա Կոսը նշել է, որ ընտրություններից առաջ Եվրամիությունը 5 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին մեր երկրում ապատեղեկատվության դեմ պայքարի համար։ Իդեպ Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կոսը անդրադարձել է Թրամփի ուղի նախագծում Եվրամիության ներգրավվածության հնարավորությանը, ասելով. մենք նույնպես ունենք մեր սեփական գաղափարները, մենք այս հարցերը քննարկում ենք նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ուստի իմաստ չունի, որ մենք սա անենք մաս-մաս, բայց այս առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցությունը կամ ներգրավվածությունը նաև շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան պարզապես երթուղու 42 կիլոմետր կառուցելը, ընդգծել է Կոսը։ Նա անդրադառնալով
Շրջանակներով միջին միջանցքի եւ Եվրոպայի ու Ասիայի միջև նոր առևտրային երթուղիների ստեղծման քննարկումներին հայտնել է, որ Եվրոպական տրանսպորտային ընկերության գործադիր տնօրենը հոկտեմբերին Global Gateway ֆորումի ժամանակ իրեն ասել է, թե ինչպես են նա Բեռնարդ Քխերը Չինաստանից Եվրոպա ուղարկում Ռուսաստանի տարածքով եւ եթե իրեն հուսալի այլընտրանք առաջարկվի, նա կընդունի առաջարկը։ Սա այն է, ինչ մենք անում ենք, միջին միջանցքը երկաթուղիների եւ նավահանգիստների երթուղի, որը կապում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը, Սև ծովը Եվրոպայի հետ, դառնում է հենց դա հուսալի այլընտրանք առևտրային ուղիներին, որոնք դարձել են անվստահելի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ վերջին քայլերը այս նպատակը դարձրել են ավելի իրատեսական, նշել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը։ Ըստ նրա 2022 թվականից ի վեր առևտուրը քառապատկվել է, ճիշտ ներդրումների դեպքում այն կարող է եռապատկվել մինչև 2030 թվականը։ Սակայն ներդրումները չեն գա առանց մեր գործընկերների հետ համակարգման եւ մասնավոր հատվածի հետ համաձայնեցման։ Ահա թե ինչու եմ ես մեկնել Թաշքենտ, որտեղ հանձնակատարների հետ քննարկեցինք, թե ինչպես կարելի է այդ երթուղին դարձնել ավելի արագ, էժան ու ավելի հուսալի, ընդգծել է նա։ Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարն անդրադարձել է նաեւ Հայաստանի Եվրամիությանը հնարավոր անդամակցությանն ու նշել, Եվրամիությունը քաջալերող է համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նաեւ այն պատճառով, որ դա Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն է։ Գործընթացը սկսելու նպատակով Հայաստանը պետք է դիմի թեկնածուի կարգավիճակի համար, ինչը դեռ չի արվել եւ իհարկե անդամ պետությունները պետք է կանաչ լույս տան։ Տեսնենք թե ինչ տեղի կունենա։ Նույնիսկ եթե դա տեղի չունենա, ինչ էլ որ մենք անենք հիմա, կարող է նաեւ նպաստել եվրոպական ապագային։ Իսկ երբ ես խոսում եմ եվրոպական ապագայի մասին, դա միայն անդամակցության մասին չէ, ասել է Կոսը։ Հիշեցնեմ, Հայաստանի խորհրդարանը այս տարվա մարտին է ընդունել օրենք Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Եվրամիությանը անդամակցության գործընթացի մասին օրենքի նախագիծը ազգային ժողովում շրջանառվել էր Եվրաքվե քաղաքացիական նախաձեռնության միջոցով։ Սահմանված ժամկետում նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60,000 ստորագրություն, անհրաժեշտ 50,000-ի փոխարեն։ Եվ այժմ զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Տիկին Բադալյան, ինչ տնային աշխատանք ունի անելու Հայաստանը այս դեպքում հիմա Եվրամիության հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հայաստանի Հանրապետությունը արդեն տևական ժամանակ է օրնի բուն տնային աշխատանքներ է կատարում եւ դրանց արդյունքները իհարկե օր-օրի էլ ավելի տեսանելի են լինում թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, թե նաեւ միջազգային գործընկերների համար եւ կարծում եմ, որ բացի այն մեծ հաջողությունները, որ մենք այս վերջին կես տարվա ընթացքում հատկապես գրանցել ենք, երեկվա այդ բոլոր հանդիպումները, որոնց մասին նաեւ դուք խոսում եք եթերներում, դրանք եւս հերթական, այդ հաջողության նմուշներն են, որոնք որ ցուցադրվում է եւ դա տևական եւ շատ ծանր աշխատանքի արդյունք է իհարկե։ Շարունակում ենք ունենալ մարտահրավերներ եւ այդ մարտահրավերները հաղթահարելու համար իհարկե մեծ ջանքեր եւ ինչպես նաեւ միջազգային գործընկերների, նաև մեր բոլոր գործընկերների սատարումն է անհրաժեշտ, որպեսզի մենք վերջնականապես կարողանանք Հայաստանի Հանրապետությունը դուրս բերել այդ ճահճից եւ լրիվ նոր ու լուսավոր ուղով ընթանանք բոլորս միասին։ Բրյուսելում արտգործնախարար Մյուզյանը մեկնաբանելով կամ ներկայացնելով այս ռազմավարական գործընկերությունը Եվրամիության հետ ասաց, որ Երևանի ամբիցիաները սանով չեն սահմանափակվում։ Որոնք են ձեր իշխանության ամբիցիաները Եվրամիության հետ։ Կարծում եմ, որ մենք հիմնական նպատակները երբեք գաղտնի չենք պահել, իհարկե Հայաստանը ձգտում է Եվրամիության եվրոպական մեծ ընտանիքի անդամ դառնալ եւ դրա համար բնականաբար նաեւ կան պայմաններ, որոնք անպայման պիտի բավարարվեն եւ այդ ուղղությամբ եւս մենք շատ աշխատանքներ տանում ենք։ Կարծում եմ պարոն Միրզոյանը ընթացքում անպայման էլ ավելի կբացի փակագծերը, բայց այս փուլում, այս ընթացքում մենք աշխատանքներ ենք տանում վիզաների ազատականացման հարցով, երբ որ արդեն կհաջողենք այդ փուլը, արդեն կարծում եմ, որ դրան կհետևի թե անդամակցության հայտը եւ թե մնացած բոլոր գործողությունները։ Այսինքն սպասում եք վիզաների ազատականացման գործընթացը այսպես հորով մորով անել ու հայտ ներկայացնել։ Այս պահին օրակարգում ամենակարևորը այդ հարցն է եւ այդ հարցից շատ բաներ են կախված, հիմա բացատրեմ ինչու իմ կարծիքով, որովհետեւ տեսեք, միայն վիզաների ազատականացման գործընթացում մենք ունենք մի քանի կարևոր նպատակակետ, որոնց պիտի հասնենք, օրինակ դրանցից ամենակարևորը եւ դուք էլ տեսնում եք վերջին օրերին մեր այսպես ջանքերը եւ աշխատանքները առաջին հերթին առողջապահության ապահովագրությունն
հաղորդությունն է, որը շատ կարևոր է, ընդհանրապես Եվրոպական գրեթե բոլոր երկրները հենց այդ հարցում ունեն վերապահումներ Հայաստանի Հանրապետության հետ, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիմնականում արտագաղթում են եվրոպական երկրներ բժշկական սպասարկման, բժշկական ծառայությունների համար, եւ այս իմաստով պայմաններից մեկը դա է։ Երկրորդ պայմանը կենսաչափական անձնագրերն են, որոնք եւս մոտ է արդեն հանգուցալուծմանը եւ կարծում եմ մենք շատ շուտով արդեն կունենանք կենսաչափական անձնագրերը 26-ի երկրորդ երամսյակը Պիտի որ հասցնենք եւ դա էլ օրնիբուն աշխատանք է իհարկե պահանջում եւ էլի մի քանի պայմաններ Սահմանների կառավարում Եվ այդ բոլոր ուղղություններով իրոք ամբողջ կառավարությունը եւ ազգային ժողովի հետ համատեղ գիշեր ու զոր աշխատանքներ է տանում, որովհետեւ մենք նաեւ ունենք ժամկետներ եւ միանգամից կանխելով ձեր հարցը կամ եթե ինչ որ մեկի մոտ այդ հարցը կառաջանա, այդ արագությունը պայմանավորված չի նախընտրական փուլի հետ բնավ, այլ այդ արագությունը պայմանավորված է այն ժամկետների ողջամիտ ժամկետների հետ, որոնք որ մենք մեր արժեվ դրել ենք, ինչպես նաեւ որոշ դեպքերում նաև մեր արժեվ դրված են, որ այսքան ժամանակահատվածում պիտի այս բոլոր հարցերը կարգավորված լինեն, եւ այնտեղ կան հարցեր, որոնք մի քանի տասնամյակ չեն կարողացել կարգավորվել, բայց մենք ամիսների ընթացքում պիտի այդ գործը գլուխ բերենք։ Չէ, եթե նաև դրական աշխատանքի դիմաց կարողաց որոշակի դիվիդենդներ եւս քաղել, ինչու ոչ, հա, այդտեղ ոչ մի բացասական բան չկա։ Հա, իհարկե, բայց ասածս այն է, որ նպատակը դա չէ։ Թեկուզ եթե նախընտրական տրամաբանության մեջ եք անում, արագ, էլի արագ, այդ վիզաների հարցը, որովհետեւ դա կարծում եմ ամենախնդրալից հարցը։ Մենք մինչև ընտրություններ հասցնենք, այո, դա կլինի արդեն բուն խոսակցությունը եւ բուն գործընթացը, երբ որ մենք արդեն պատրաստ կլինենք, կսկսվի ենթադրում եմ 26 թվականի երկրորդ կեսին, այնպես որ սա չի մտնում նախընտրական տրամադրությունների հետ, բայց քանի դեռ մենք իշխանություն ենք, մենք պիտի բոլոր չափանիշներին համապատասխանենք, գոնե դա մենք մեր կողմից կարողանանք իրականացնել։ Այսինքն ԵՄ-ի հայտ ներկայացնելու հիմա հարց չեք քննարկում։ Ես տեղեկություններ չունեմ արդյոք կառավարությունում այդ հարցը քննարկվում է թե ոչ, բայց այնուամենայնիվ, երբ որ արդեն շատ շոշափելի կդառնա, բնականաբար ազգային ժողովում անմասն չի մնա եւ ես այդ ժամանակ կունենամ տեղեկություններ եւ ձեզ կհաղորդեմ։ Ժամկետների վերաբերյալ տեղեկություններ չունեմ։ Շատ լավ։ Ես մեմ հիշեցնեմ, որ Եվրամիության կառույցների ներկայացուցիչները Արադ Միրզոյանի հետ նաեւ խոսում էին ապատեղեկատվությունից, հիբրիդային պատերազմից եւ ասում էին, որ Ռուսաստանը իր պրոքսիների միջոցով նաև Հայաստանի դեմ եւս ակտիվացրել է ապատեղեկատվական արշավները եւ իրենք մի քանի միլիոն եվրո են տրամադրում Հայաստանին ընտրություններից առաջ, որպեսզի կարողանա դիմագրավել, ասում են դա գրեթե նույն բանն է, ինչ իրականացնում էին օրինակ Մոլդովայում եւ այլն։ Հայ օրինակ ինչ շատ հետաքրքիր է այս մասով ձեր դիտարկումը, արձագանքը, որովհետեւ փոքրինչ ինչու է իրավիճակը փոքրինչ տարօրինակ, էլի տեսեք, մենք ներսում չունենալով ֆինանսական երևի թե արդյունավետ վերահսկողություններ, հա, անարգել հնարավորություն տալով օրինակ ռուսական կողմին եւ իր պրոքսիներին գործել այստեղ գնում ենք Եվրամիություն, ենթադրաբար այդ բանակցությունների ժամանակ այդ հարցերը քննարկել ենք, որ մեզ աջակցում են ու ասում ենք դե աջակցեք, իրենք էլ ասում են շատ լավ կաջակցենք, շատ լավ է որ աջակցելու են, հա, բայց փոքրինչ տարօրինակ չի, որ ես ասում եմ տնային աշխատանք, նաև սա նկատի ունեի, հա, Բայց դուք ստեղ ինչ եք անում։ Տեսեք, մենք բազմիցս խոսել ենք, ես գիտեմ դա ձեր ամենասիրելի թեմաներից է եւ ամենաանհանդուրժելի թեմաներից մեկն է։ Եվ երբ երեք լուրերով հետևում էի արդեն այդ ապատեղեկատվության համար տրամադրվող օգնությանը, անմիջապես հիշեցի ձեզ իրականում, որովհետեւ հիշում եմ, որ մեր վերջին հարցազրույցների ժամանակ մենք նաեւ քննարկել ենք եւ դուք Մոլդովայի հենց օրինակը բերելով մեզ մեղադրում եք նրանով, որ մենք չենք դիմում օգնություն ստանալու համար, որովհետև իրոք իրապես հատկապես մեդիայի աշխատակիցները շատ լավ գիտեն ինչ է հիբրիդային պատերազմը եւ շատ լավ տեսնում են դրա հետևանքները երկրում եւ հարցնում եք կլինի մի օր, որ դուք ինքներդ Մոլդովայի պես արդեն ավելի կայացած եւ այդ ճանապարհով անցած պետություններից այդ օգնությունը կխնդրեք կամ կընդունեք այդ օգնությունը եւ փաստորեն ստացվում է, որ այդ օրը եկել է, որովհետեւ մենք էլ հստակ գիտակցում ենք նախ հիբրիդային պատերազմը
նոր չի սկսվել, շատ վաղուց է սկսվել։ Այսինքն սկսված այն ժամանակներից, երբ որ բանակցային փաստաթղթերը լրիվ այլ բնույթ ունեին, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրիվ այլ տեղեկատվություն ունեին, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զրկված էին մի շարք հնարավորություններից, բայց գիտեին, որ իրենք զրկված են, որովհետև Արցախ պահելու խնդիր կա, որովհետև բանակը պահելու խնդիր կա, այնինչ իրականում այսօր բոլորը տեսնում են, որ դա որևէ կերպ որևէ բան չի արվել, բայց տեղեկատվություն է եղել, որը որ ժողովուրդը վստահելով ընդունել է եւ այնքան է արմատացրել իր մեջ, որ մենք այսօր նույնիսկ իրականությունը մարդկանց տալով չենք կարողանում ասել, որ տեսեք, սա է իրականությունը եւ մենք ապրել ենք այդ ստի մթնոլորտում։ Հիբրիդային պատերազմի հետևանքները իհարկե 18 թվականից միշտ խոսել ենք այս մասին, որ շատ ավելի ակտիվացել են եւ օր-օրի էլ ավելի զորեղ են դառնում եւ բնականաբար նախընտրական 6 ամսվա ընթացքում դրանք հասնելու են իրենց կուլմինացիային եւ շատ անկանխատեսելի է ինչ տարբերակով։ Այնուամենայնիվ հիբրիդային պատերազմը կարողացել է այն արդյունքները բերել մեր ցավոք սրտի քաղաքացիների գիտակցության մեջ, որ տեսեք նույնիսկ այն մարդիկ են մտավորականներ են, հասարակական կամ քաղաքական գործիչները, որոնք կարողանում են որևէ բարեփոխում տեսնել, որովհետև տեսել եք կառավարությունը վերջին շրջանում շատ տարբեր խմբերի ցույց է տալիս օրինակ բանակի բարեփոխումները, այն ինչ որ հեռուստացույցով չի կարելի ցույց տալ, հա, սկսած պաշտպանական գծի կահավորումը եւ մնացած զենքերը, զինատեսակները, դրանց արսենալի ամբողջ համալրումը եւ այլն, եւ այդ մարդիկ չեն կարողանում խոսել եւ իրենց ուրախությունը ցույց տալ հասարակությանը, որովհետև բավ է մի դրական բան ասեն եւ դառնում են թիրախ, շատ սարսափելի հարձակումների են նրանք ենթարկվում, ինչից հետո այդ եւ հայրենիքի նկատմամբ եւ պետության նկատմամբ այդ սերը եւ այդ հանրությանը, հա, մասնակից դարձնելու այդ ցանկությունը անմիջապես մարում է եւ սա էլ է հատուկ մտածված ինչ որ ճանապարհ կամ հիշում եք էլի շատ տևական ժամանակ որևէ պատգամավոր, որովհետեւ քաղաքական թիմի որևէ ներկայացուցիչ չի կարողանում անկեղծորեն ասել են բոլոր ծրագրերի եւ այն բոլոր կատարվող իրադարձությունների մասին, որովհետեւ այդ հարցակումների արդյունքում անմիջապես լրացվում է եւ տպավորություն է ստեղծվում, որ երկիրը գնում է կործանման, հա։ Եվ այս իմաստով շատ եւ կանխատեսելի է եւ միևնույն ժամանակ գործիքները կարող են որոշ չափով անկանխատեսելի լինել, թե ինչ է սպասվելու հունվար ամսից սկսած մինչև հունիս ամիսը եւ ստեղ բնականաբար չնայած որ տևական ժամանակ առանց օգնության մենք եւ ժողովրդի հետ միասին կարողացել ենք անցնել, հա, հիբրիդային պատերազմով առանց մեծ այսպես վնասների, բայց այս դեպքում արդեն մեզ օգնություն հարկավոր է։ Շատ լավ օգնություն հարկավոր է։ Տեսեք դուք նշեցիք, որ ցանկացած դրական բան թիրախավորվում եւ լրացվում է եւ այլն, բայց դուք էլ դրանից էլ լուման ունեք։ Ինչ իմաստով։ Ձեր պատգամավորները հելում հարցադրում են անում այս կամ այն, չգիտեմ, ենթադրենք մեդիան, որտեղից է ֆինանսավորվում։ Ում եք հարց, ինձ են հարցնում։ Այդ հարցը որ տալիս են ձեր պատգամավորները, ինձ են հարցնում։ Չէ, կոնկրետ այդ լրատվամիջոցներին։ Չէ, ինձ են հարցում, օրինակ այս լրատվամիջոցը որտեղից։ Հարցը հռետորական է։ Բա ով պիտի այդ հռետորական հարցը բերի։ Ուշադիր նայել, այստեղ մեղադրանքներ չհնչեցնել իմ գործընկերների նկատմամբ, որովհետև հարցը հռետորական է, հարցը պատասխան չի ակնկալում։ Հարցը մնալու է հռետորական, այնքան քանի դեռ չկա թափանցիկություն։ Այդ պատգամավորը հրաշալի գիտի որտեղից է ֆինանսավորվում։ Այդ իմաստով հարցը հռետորական է, հարցը պատասխան չի պահանջում։ Ու որ գիտենք։ Բայց ես հասկանում եմ նաև ձեր ակնարկը, որ դա նշանակում է, որ մենք թե օրենսդրական կարգավորումներով պիտի պահանջենք այդ թափանցիկությունը եւ թե իրավապահ մարմինները պիտի հետեւողական լինեն եւ ցանկացած խախտման դեպքում իհարկե պատասխանատվության կանչեն։ Այս մասով համաձայն եմ։ Վերադառնալով պատգամավորների գործունեությանը, օրենսդրորեն դա կարգավորված է, այսինքն ավելին անելու չկա գրեթե։ Բա որ մարմիններ են անում։ Վերահսկող մարմինները եւ պատասխանատվության կանչող մարմինները պիտի դրանով զբաղվեն։ Ես այդտեղ համաձայն եմ եւ շատ ավելին արդարացնել չեմ կարող, ում կանչել իրավապահ վերահսկող մարմիններին պարբերաբար մենք կանչում ենք։ Բայց կարծում եմ, որ այստեղ պետք է շատ ավելի ամուր ձեռք է պետք եւ չնայած որ էլի արդարանալով պիտի ասեմ, որ մենք տարիներ շարունակ հնարավորինս փափուկ
եւ մեղմ ենք եղել ոչ թե նրա համար, որ մենք չգիտենք այլ մեթոդներ կամ ճիշտ ճանապարհը չգիտենք, այլ որովհետեւ փորձում ենք փայփայել եւ արմատավորել ժողովրդավարությունը եւ չենք ուզում որ որևէ վտանգ սպառնա, բայց այս պահին հաշվի առնելով հիբրիդային պատերազմի ծավալները, ես օրինակ հասկանում եմ, թե արդեն որքան ավելի մեծ է վտանգը ժողովրդավարությանը սպասվող, բնականաբար, եւ շատ ավելի մեծ է հիմա վտանգը, քան որ մենք կարող էինք ինչ-որ մի թերացում ունենալ ազատ խոսքի օրինակ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի, որ այն կարողանա պաշտպանել։ Համաձայն եմ ձեզ հետ, հետեւաբար պետք չէ ժողովրդավարությունը։ Տեսեք, մտածում էի, որ մենք եկել ենք հասել ենք հենց այս ամբողջ, քանի որ լրատվական դաշտն էլ մեծ մասամբ մոբիլիզացվել է, հա, եւ վերածվել է հիբրիդային գործիքի։ Տեսեք, վերջին օրերին, երբ որ դու նայում ես, դիցուկ եկեղեցի եւ ըստ ժողովրդի ասած եկեղեցու եւ իշխանություն այս պայքարի շրջանակներում նայեք, տեսեք, սուրբ են բոլոր այն հոգեվորականները ըստ մատուցվող լուրերի եւ ըստ ժողովրդի ընկալման, որոնք գուցե ավելի շատ մեղքերի մեջ են թաթախված, բայց հայհոյում են պարտադիր գործող իշխանությանը։ Նրանք սուրբ են, նրանց բոլոր մեղքերը ներվում են։ Այն հոգեվորականները, որոնք թեկուզ մի փոքր խախտում ունենան իրենց կանոնի մեջ կամ ինչ որ մի գործունեության ընթացքում, նրանք ամենապախարակման արժանին են։ Քաղաքացի են այն մարդիկ, որոնք որ հայհոյում են անպայման այս իշխանություններին, եւ քաղաքացի չեն, եւ լավ քաղաքացի չեն նրանք, ովքեր որ լոյալ են, անտարբեր են, կամ պաշտպանում են իշխանություններին, կամ գնահատում են, ու այսպես բոլոր մասնագիտություններով եթե մենք անցնենք, մենք կտեսնենք, որ որևէ մարդ ինքը իրեն հարց չի տալիս, արդյոք հավասար իրավունքներ ունեն բոլոր հոգեվորականները, բոլոր քաղաքացիները, բոլոր ուսուցիչները, բոլոր բժիշկները, բայց մենք այսօր մի տարօրինակ իրավիճակում ենք հայտնվել, որ գրեթե նույն կարգավիճակում երկու մարդը ըստ մատուցվող տեղեկատվության, սա սուրբ է, սա սուրբ չէ։ Վերջ։ Եվ սրա դեմ պիտի պայքարենք։ Ձեր իրավապահ համակարգին չվստահելու լիքը առիթներ կան կամ վերահսկող գործառույթներ իրականացնող, որովհետև օրինակ ես էլ օրինակ մեծ վստահություն ունեմ, որ օրինակ ձեր հիշատակած ինչ-որ եկեղեցականներ եւ այլն, որոնք իդեպ ձեր նաեւ քաղաքական առաջնորդը երկրի վարչապետը ԿԳԲ գործակալ է բնորոշում, ես էլ ունեմ օրինակ այդպիսի համոզմունքին ներսում եւ այլն, բայց օրինակ իրավապահ համակարգի կողմից այդպիսի արձագանք այդ մասերով չկա ոչ միայն եկեղեցականների մասով, ցանկացած այլ հանրային քաղաքական կամ հասարակական ինչ-որ գործունեություն զբաղվող։ Սա տպավորություն է, որ Հայաստանը շատ այդ իմաստով ստերիլ, մաքուր երկիր է ուղղակի, հա, բայց քաղաքական խոսույթի մեջ տենց բոլորը գործակալ են, հա։ Ես վստահ չեմ, որ ներքին խողովակներով այդ տեղեկատվությունը ճիշտ չի, ոչ թե ստերիլ է, այլ պարզապես թերևս հնարավոր է, որ ժողովրդին են, հա, փորձում հեռու պահել այդ ծայրաստիճան մեծ հիասթափությունից, բայց ես էլ եմ ձեզ հետ համաձայն, որ արդեն ժամանակն է այլևս ստերիլ չպահել, որովհետև իրականում բավականին վտանգավոր իրավիճակում ենք մենք այս պահին գտնվում եւ առանց շատ փակագծեր բացելու հերթական անգամ չնայած ժողովրդը ինքը շատ լավ հասկանում է, բայց արդեն ժամանակն է, որ ունի ապացույցների կարիք, այս ամբողջ պայքարները, հա, կլինի եկեղեցու, կլինի վատ լրագրության, կլինի, չգիտեմ, այս ամբողջ հայհոյախոսության եւ մնացած, սրանք իշխանության պայքարը չեն կոնկրետ կառույցների կամ ինստիտուտների հետ, սրանք պայքարի շարունակությունն են պետականություն ունենալու համար, ինքնիշխանությունը պահպանելու համար, որովհետեւ սրանք էմոցիոնալ ֆոնի վրա ծագած դժգոհությունների արտահայտություն չէ, սրանք իրականում իրենց տակ ունեն բավականին լուրջ հիմք, բավականին այսպես խորը արմատներ եւ շատ կառավարվող են։ Հա, դե խոսքը հենց այո, դրա մասն է, որովհետեւ դժվար է պատկերացնել, օրինակ իրավապահ համակարգը չգիտի, որ այս եկեղեցականը գործակալ է, գալիս է ուրիշ երկրից, այդտեղ ցույցերի մասնակցում գնում, իրեն ոչ մեկ բան չի ասում, բայց վարչապետը գիտի։ Այո,
Այս հարցը շատ են քննարկել, ես ուղղակի չգիտեմ այլևս ինչ ասել, որովհետև դրա շարունակություններն էլ կան, որովհետև տեղում գործող հոգևորականներ էլ կան, որոնց մասին լրիվ նույն բաները կարելի ասել եւ կարծում եմ, որ հոգևորականները իրենց ներսում դա հրաշալի գիտեն, փաստերի են տիրապետում, ժողովուրդն էլ չի հասկանում ինչ եղավ, որ հոգևոր դասի ինչ որ մի հատ խումբ սկսում է աստիճանաբար պոկվել եկեղեցուց, որովհետև նրանք շատ բան գիտեն։ Հեսա իրենք էլ կարգառույց կլինեն։ Տեր Թադեին այսօր կարգառույց արճակեց։ Ո, բաց եմ թողել այդ մասը, ահա։ Ընկել եք հոգևորականների հետևից, բոլորին կարգառույց են անել։ Դժվար ժամանակներ են, բայց մենք բոլորս միասին կհաղթահարենք, վստահ եմ, եւ ելի վերադառնալով մեր այս թեմայի զրույցի ակունքներին, ես կարծում եմ, որ այստեղ նաև մեծ փորձ եւ մեծ հնարավորություններ ունեցող մեր միջազգային գործընկերների օգնության կարիքը կա եւ այդ օգնությունը չի խանգարի, որպեսզի մենք անհրաժեշտ է այդ օգնությունը, որպեսզի մենք կարողանանք այս փուլը հաղթահարել, որովհետև սա ուղղակի զազրախոսությունների մասին չի, ուղղակի եկեղեցականների գործած մեղքերի մասին չի, ուղղակի կուսակրոնության խախտման մասին չի, այս պայքարը բնավ դրա մասին չի։ Այս պայքարում սրա հիմքում շատ ավելի լուրջ բաներ կան դրված։ Պարզապես գուցե դրանք էլ են շղարշն, որով փորձում ես նաև թույլ տալ, որ ինքնամաքրվեն այդ մարդիկ, որպեսզի մեղագան, որպեսզի իրենք օգնություն խնդրեն, որպեսզի իրենց այդ գերությունից ազատվեն։ Կրկնում եք ձեր 2018 թվականի հեղափոխությունից հետո նույն սխալը։ Մենք առաջարկում ենք բոլորին, որպեսզի նրանք ադապտացվեն նոր միջավայրում, նոր խաղի կանոններին, կարմիր գիծ քաշեն, ինչ արել չեն արել եւ այլն, բայց տեսանք, որ այդպես չեղավ։ Հիմա նույն բանն է անում եք այստեղ։ Քանի անգամ պիտի լինի, որ այդպես հասկանաք, որ չէ, չեն կարող ադապտացվել, որովհետև եթե մենք նաև արտաքին ազդեցությունների մասն ենք խոսում, այդ մարդը որքան էլ ուզի, այնտեղ վերևից իրեն ուրիշ բաներ ասողներ կան, էլի։ Ես հուսով եմ, որ մեր այս զրույցը եւ հենց ձեր այս արտահայտությունը եւ նաև իմ դրան չընդվզելը ահազանգ կլինի եւ ինչ որ կերպ նաև ակնարկ եւ հուշում այն ինստիտուտներին եւ այն մարմիններին պետական, որոնք պարտավոր են դրանով զբաղվել, որովհետեւ բավական է արդեն։ Շատ լավ, քանի որ Ռուսաստանից խոսեցինք, ուզած խոսում ենք։ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ օրինակ Ռուսաստանը չի ուզում, բայց պատրաստ է Եվրոպայի հետ պատերազմին։ Հետո ասաց, որ շատերը դա հիշեցին, կարծես Հիտլերի խոսքերը լիներ, որ Գերմանիան պատերազմ չի ուզում, բայց Լեհաստանը բզբզում է եւ այլն, հետո ինչ որ գերմանացի զինվորներ լեհական զինվորական շոյերով գրոհում են Գերմանիայում եւ դա էլ դառնում է ասես պատերազմի առիթը, հա։ Հետո խոսում էր, չգիտեմ, եթե այսպես շարունակվի, սադրեք սև ծովում գալու են կտրենք Ուկրաինան ծովից, ինչ որ նման բաներ։ Օրինակ ինչ շատ հետաքրքիր է, Հայաստանը լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ, Հայաստանում լինելով Ռուսաստանի ռազմական բազա, հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը որ կողմում է լինելու։ Դե դա աստված որ դրան չհասնի, բայց նայեք, մի քիչ ավելի հեռվից կամ, հա, մինչև ձեր հարցին ինչ որ պատասխան գտնել այս ընթացքում։ Ուրեմն 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ որ մենք նկատի ունեմ իշխանությունները աղաղակում էին եւ ամբողջ արևմուտքից խնդրում էին օգնություն, միջազգային բոլոր գործընկերներից խնդրում էին օգնություն եւ ասում էին, որ սա միայն մեր խնդիրը չի, սա վերաճելու է լրջագույն խնդրի։ Ես դες հավատացնում եմ, ինչպես նաև հավատացնում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ այնուամենայնիվ մենք դեռ աչքի չենք ընկնում, որովհետև չի նկատվում, բայց պիտի գոնե հոգու-խորքում վստահ լինեք, որ քաղաքական եւ աշխարհաքաղաքական վերլուծությունները արվում են առանց բաց թողումների եւ ակնհայտ էր, որ այն շարունակություն է ունենալու։ Հիշում եք, որ որևէ օգնություն մենք չստացանք ոչ ռազմավարական գործընկերոջից, ոչ էլ եղան ինչ որ ակնարկներ, փորձեցին ձեռք մեկնել, բայց դա ավելի շատ խորհրդանշական բնույթ էր կրում, այո, քաղաքական խորհրդանշական բնույթ էր կրում, ոչ իրականում, եւ դրանից անմիջապես հետո սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Քիչ-քիչ սկսեցին լուրջ վերաբերվել Հայաստանի կողմից արված վերլուծություններին, թե որովհետև պատճառահետևանքային կապը շատ ակնհայտ էր։ Հիմա, երբ որ նույնը Զելենսկին անընդհատ աղաղակում է ամբողջ աշխարհով, որ սա միայն ռուս-ուկրաինական կոնֆլիկտ չէ, սա միայն այդ երկու երկրներին չի վերաբերում, այլ սա
ունի այլ նպատակներ, էլի թերահավատորեն են մոտենում բոլոր մարդիկ։ Եվ այս իմաստով բնականաբար շատ տագնապալից տագնապային զգացողություններ է առաջացնում, երբ որ սկսում ես շատ խորը մտածել այս ամենի մասին։ Կարծում եմ, որ բոլորն էլ կարող են ենթադրել, որ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ բռնել է խաղաղության ճանապարհը, ամեն ինչ պիտի անի, որպեսզի նմանատիպ հետևանքներ չունենա։ Ամբիցիոզ է հնչում, թվում է, թե Հայաստանի Հանրապետությունը որպես փոքր երկիր ինչ կարող է անել այդ իմաստով։ Հա, առաջին հարցը դա է առաջանում, բայց Հայաստանի Հանրապետությունը դեռևս տարիներ առաջ սա կանխատեսելով, դեռևս տարիներ առաջ նախագծելով խաղաղության խաչմերուկը տարածաշրջանում խաղաղություն բերելու այդ գաղափարը, փորձում էր դրանով կանխել այն ամբողջ բացասական զարգացումները, որոնք լինելու են, եւ ես լիահույս եմ, որ մեզ դա հաջողվելու է, որովհետեւ մենք այնուամենայնիվ որոշակի առաջընթաց այս առումով տեսնում ենք։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Եվրոպան արդեն անթաքույց խոսում է այդ մասին եւ գիտակցում է, որ այն ինչ որ նախագծեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը տարածաշրջանում այս ամբողջ կոմունիկացիաների վերաձևակերպման, հարաբերությունների վերաձևակերպման եւ հարաբերությունները փոխելու իմաստով Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է դա իրականացնել եւ այդպիսով թե մի շարք արհավիրքներ կանխել, որովհետեւ այնուամենայնիվ բոլոր մեծ երկրները առաջնորդվում են իրենց տնտեսական շահով։ Մեզ նման երկրները հիմնականում առաջնորդվում են առաջին հերթին անվտանգային շահով, հա, եթե կարելի է այդպիսի ձևակերպում տալ, հա, անվտանգայինն է առաջնային քո երկրի անվտանգությունը, եթե դու անդադ կոնֆլիկտային իրավիճակում ես, մեծ երկրների համար կարևորը տնտեսական, հա, բարեկեցությունն է, տնտեսական մեծ հնարավորություններն են, եւ օգտագործելով այդ բոլոր հնարավորությունները, այսպես ասենք, Հայաստանի Հանրապետությունը կարողացել է վերջին տարիների ընթացքում անհնարի նկատառել եւ ես վստահ եմ, որ մենք դա հասցնելու ենք ավարտին ու կանխելու ենք ձեր ասած այդ դիլեման, հա, ում կողմից լինել, եթե այսպես իրավիճակ լինի։ Չեմ կարող ես պատասխանել այդ հարցին։ Ես կարծում եմ, որ ես երրորդ տարբերակով պիտի պատասխանեմ, մենք ամեն ինչ կանենք, որ դրան չհասնի։ Բայց եթե բանը հասնի դրան, ինչպես ասում են, որտեվ դա մեր կամքից չկա։ Ինչպես ասվում է հայտնի գրվածքում, վաղվա մասին կմտածենք վաղ։ Այդպես էլ երկիրն եք էլի առաջնորդ։ Մենք այդպես չենք առաջնորդվում, որովհետև ես եւս մեկ անգամ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այն ամենը, ինչի մասին ծրագրի սկզբում դուք նշեցիք, խոսում էր Արարատ Միրզոյանը, այն բոլոր թիրախային կետերը, այն բոլոր նպատակները, որոնք որ այսօր արդեն քննարկվում են որպես իրականություն եւ դրանք միանգամայն իրատեսական են, մենք դրանց մասին խոսել ենք 2021 թվականին եւ ասել ենք, որ մենք հասնելու ենք այս նպատակներին, որը մեկը լուրջ չի ընդունել, բայց ես կարծում եմ, երբ որ առաջին քայլը կլինի առնվազն վիզաների ազատականացումը, այդ ժամանակ նոր ժողովուրդը կհասկանա, որ մենք երբեք որևէ բան հենց այնպես չենք անում եւ չի գալու մի օր, որ այսօրվա պես հրապարակվեն փաստաթղթեր, բայց ինքը տեսնի, որ այն իրականությունը, ինչ որ իրեն է մատուցվել, միանգամայն տարբերվում է սրանից։ Եվ որպես եզրափակիչ կարող եմ այսպես ձևակերպել, որ Եվրոպա-Ռուսաստան հնարավոր պատերազմի ժամանակ Լուսինե Բադալյանը կաշկանդված է, թե օրինակ ըստ իրեն Հայաստանը որ կողմում կլինի։ Բնավ։ Ես դες արգելում եմ նման կերպ պատասխանել, ես կրկին պնդում եմ իմ պատասխանը, որ Հայաստանի Հանրապետությունը իր առջև մեծագույն նպատակ է դրել խաղաղություն հաստատելու տարածաշրջանում եւ Հայաստանի Հանրապետությունը հասնելու է իր այդ նպատակին։ Շնորհակալություն, հասնենք, թող հասնենք։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն էր։
Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը եւ դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ Բրյուսելում Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարտակոսը հայտարարել է, որ օրեր առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Թաշկենտում ստորագրվել է փաստաթուղթ, որով Հայաստանը աջակցություն է ստանում Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց նախագծի շրջանակներում բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, ամրապնդելու էներգետիկ անվտանգությունը եւ դիվերսիֆիկացիան, նվազեցնելու կախվածությունը արտաքին դերակատարներից։ Եվրամիությունը այս հարցում համագործակցում է գերմանական KfW բանկի հետ։ Թաշկենտում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է Հայաստանի էլեկտրական ցանցը վրացական ցանցի հետ միացնելու համար եւ մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրական ցանցի վրա։ Ինչու, որպեսզի դուք ավելի եւ ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից։ Եվ սա գալիս է նաեւ մեր փորձառությունից։ Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի, նաեւ մեզ համար։ Օրինակ, երբ 2022 թվականին պատերազմը սկսվեց, Եվրոպան Ռուսաստանից ներկրում էր գազի 60%-ը, ածխի 50 եւ նաեւ նավթի 40։ Հիմա ածուխը 0 է, նավթը 0, իսկ գազի դեպքում մենք դանդաղորեն իջնում ենք 0-ի, ինչը միշտ չէ, որ հեշտ է։ Հիշեցնեմ, նա նաև նշել է, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանին ընդհանուր կապակցվածության ապահովման համատեքստում Եվրամիության հանձնակատարը խնդրել է ներկայացնել առաջնահերթ ծրագրերի ցանկ, պատրաստակամություն է հայտնել օգնել նախարարության կարողություններն ուժեղացնելու հարցում, որպեսզի այն կարողանա կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք վերաբերում են կապակցվածության ամրապնդմանը։ Կովկասի էլեկտրահաղորդման ցանց նախագծի նպատակն է ապահովել հուսալի, ճկուն եւ փոխշահավետ միջսահմանային էներգիայի փոխանակում հարավային Կովկասում, սինքրոնացնելով Հայաստանի եւ Վրաստանի էլեկտրացանցերը։ Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարտակոսն է նշել։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 27-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Թաշկենտում անցկացվող տրանսկասպիան տրանսպորտային միջանցքի եւ կապի ներդրողների համաժողովի շրջանակներում Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում Եվրամիության առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ հարցեր։ Կոսը ողջունել է Հայաստանի ձեռնարկած քայլերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործընթացում, նաեւ ընդգծել Հայաստանի կարեւորությունը Եվրամիության կապակցման օրակարգում։ Անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։ Մեր եթերում կարճատև դադար է։